5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Ողջույն, սիրելի բարեկամ։ Մենք շարունակում ենք պլոպուղու իմաստուն և խորհրդանշական զրույցների միջոցով պատմական ճշմարտությունների բացահայտումը։ Այսօրվա նյութն ընտրվել է Սարգիս Իսրայելյանի կազմած և մշակած պատումներից։ Սարգիս Իսրայելյանը Գալուշ Շերմազանյանցի և Մակար Բարխուդարյանցի շնորհակալ գործի արժանավոր շարունակողը եղավ։ Նա ծնվել է Շուշիում 1882 թվականին, մանկավարժ էր բանահավաք հասարակական գործիչ։ 1890-ից 98 թվականներին սովորել էր Շուշիի թեմական դպրոցում։ 1906 թվականին Արցախի Տող գյուղում բացել է ծխական դպրոց։ Արցախի տարբեր բնակավայրերից 1910-40 թվականներին գրառել էր բանահյուսական հարուստ նյութ, կազմել էր բարբառային և փոխառյալ բառերի բառարան, շարադրել Ղարաբաղի բարբառի առանձնահատկությունները և բանահյուսության ուսումնասիրությունը։ Գրական հայերենով կազմել և որդու նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նյութերի բովանդակությանը համաձայն նկարազարդումներով հրատարակել է Պլոպուղի ժողովածուն։ Այն ընդգրկում է 40 զրույց, բայց այդ զրույցները լուրջ արժեք են Պլոպուղու բանահյուսական նկարագրի ամբողջացման և ամփոփման առումով։ Կան սյուժեներ, որոնք կրկնվում են ու կան նախորդ բանահավաքների գրառած նյութերում։ Եվ սա բնական է, որովհետև նույն սյուժեները ժողովրդի շրջանում տարբեր զարգացումներով ու տարբեր վերջաբաններով են պատմվում։ Դա էլ արտացոլվել է բանահավաքների պատումներում։ Ու քանի որ Սարգիս Իսրայելյանի այս ժողովածուն գրական հայերենով է ներկայացված, դա նպաստել է նաև Պլոպուղու կերպարի համահայկական ընկալմանը։ Այսօր մեր բալիկները իրենց համերկրացու խոսքը կներկայացնեն իրենց խոսվածքով։ Հունցատերն ունվերինար, Մելիք Շահնազարը ծնատան Պլոպուղուն ու պայման կապում։ Պուղի, եթե մի մայկավը վտոշարավ կարա սաղքշեր տուսում մնես, ես քեզ մի թաղարցոր են տղան։ Պուղին համաձայնվում եմ։ Մի մայկավը վնշորավ, սաղքշեր մնամա տուսումը։ Վեր սարչի վեջ։ Մելիքին հիաթմը ինչքան ելամա պադերանում, լող կտորում եմ։ Ձայքևեր ձայքմը, Մելիքը կյամամ։ Տստում պուղին սարալ չի։ Էնա սաղ սվմատ, ծնատան մաշկյուս, միստական արախտամ ու հրցնում։ Հունցս կշերը տալց կծրալ, հինչս տեսալ, հինչս սրալ։ Սաղ կշեր պեդմ կտորալ, մինա կրնաց է, հանց համիլի դույզումը, մի կուչի գրակու ճուպլյայել եմ, խոտող ոտմեն իլելնի կծնես։ Հա, ուրեմն էդ գրակի տակությունն ա քեզ պահալ, վար դու գրացալ սաղ կշեր տուսումը մանաս ու սարչես վեջ։ Էդքան հրնաց է, ինձ պիտի դկցնե։ Չէ ու չէ։ Ասում է Մելիք Շահնազարը ու հրաժարվում մի խաթարցորեն տավան։ Անցնում ածմերնը, կյամա պարի կենթանը։ Մծամծերինը հետ Մելիք Շահնազարն ու պարի կենթանը անցում կծնում ուրուտը ներքին իրավ։ Ստորստեղ, էքույցնեղ, վճխար մուրթելիա, օտել խմելի ու խնալի, խաղեր ընելի։ Էսա օղտը շեբեթա, բիտի ծունկյա, վեշ պիտի տանես երոխում են։ Էքսը վեր կյաման, Մելիքի գլխավորությամբ կյամն պուղուց տոն։ Պուղեն պիրում ամի սոպրակություն, սողան ու աղետինում։ Անցնում ամի ժամ, երկու ժամ։ Իսահաթ է Մելիք ջան, ասում է Պլոպուղին ի փրթամի մս պատրստություն ատասա։ Էլա անցնում ամի ժամ, երկու ժամ, ստող եմ աշտեղը էլ պեն չկա։ Մելիք Շահնազարը բեհասկանում աղնողուն համբերությունը էլ տղը չի, ասում է։ Սոված մեռանք, երկացեք տեսանք հինչաշին ու պուղին, վար եսքան ուշանում է։ Նի մտնեն կուխնին, մեկ էլ հինչ տսան, հյութամի ղզղան ակաղտված, տականել մի երկու գրակա պստսայիստ, կնեգներ փուհ պչումա։ Ամերած, եկինք անկախս տվա պիզնինգը, տակնա ածուխը տիրալ, պատակը թքանա։ Մելիքն ապրազգենա, ես հոնց հայս միլի դյուզան մի կուչի ճուպլի գրական կթքանամ, ամա ես հյուրթան կաղտված ղզղանը թքանալ չի։ Մելիքը լա այդքան մարդկանց կողքեն մնամա բիքնիվեց։
Սիրելի երեխաներ, ներկայացվող զրույցներում հաճախ են նշվում տեղանուններ, որոնց մասին տեղեկություն հաղորդելը կարևոր ենք համարում։ Այսօր էլ դուք լսեցիք Միլիդյուզ անունը, որը պատահական կապակցություն չէ։ Այն մեծ հայքի 10-րդ նահանգի Արցախի 12 գավառներից մեկի Մուխանքի հիշատակումն է։ Այդ մասին վկայություն կա խորենացու հայոց պատմության մեջ։ Այն Արցախի տարածքում ամենաընդարձակ գավառն էր։ Հայոց Մխանց նախարարական տոհմի տիրույթը։ Մուխանք գավառը Արցախի 7-րդ գավառն էր, շուրջ 1250 քառակուսի կիլոմետր տարածությամբ։ Արցախը եւ հատկապես նրա դաշտային մասերն էին ենթակա ասպատակիչ հորդանների ավեր կոտորածներին։ Բռնագրավիչ նոր եկվորները ձմեռում էին Մուխանք գավառում։ Այնտեղ կլիման շատ նպաստավոր էր։ Այն 15-րդ դարից սկսած կոչվեց նաև Ղարաբաղի դաշտ։ Հայտնի է, որ դաշտը կոչվել է Արան, դաշտ Անահիրյան, դաշտ Բայլականի, Մուղանի դաշտ։ Թուրքական ցեղերը Մուխանք թափանցելով տեսան այնտեղ տարածված ջրային համակարգը։ Այն կոչեցին Գյավուր արխ անհավատների ջրանցք։ Այդ անունով մինչ այսօր անվանվում է Մուղանի դաշտը։ Միլիդյուզը դա Մուղանի դաշտն է։ Միլիդյուզը հարթավայր, դաշտավայր, բառի փոխարյալ օտար անունն է։ Եթե դրանք 12 գավառներն են, բամուս 11 գավառները որոնք են։ Այո, շատ կարևոր է իմանալ, այսօր կփորձենք 6 գավառները ճանաչել անուններով եւ մտապահել։ Իսկ մյուս 6-ի մասին տեղեկություն կհաղորդենք մեր հաջորդ հանդիպումների ժամանակ։ Իսկ դուք ինձ պիտի հիշեցնեք, Մուխանքն արդեն իմացանք։ Արցախի 12 գավառներից էին Մյուզ Հաբանդը, այն ներկայիս Մարտունու, Մասամբել Հադրութի եւ Ասկերանի շրջանների տարածքներն են ընդգրկում։ Այս գավառի մասին առաջին անգամ հիշատակում են Փավստոս Բյուզանդն ու Խորենացին։ Վայկունիքը, այն ընդգրկում էր այժմյան Քարվաճարի շրջանի հյուսիսարևելյան հատվածը։ Դարձյալ հիշատակում կա Խորենացու պատմության մեջ, նաեւ անվան ստուգաբանությամբ։ Բերթաձորը ընդգրկում էր ներկայիս Շուշիի, Քաշաթաղի, Կուբատլուի շրջանների մի փոքր մասը։ Պատմիչներից Բերթաձորի մասին հիշատակում է Մովսես Կաղանկատվացին։ Իսկ մեծ իրանքը կամ մեծարանքը զբաղեցնում է Խաչենագետի վերին ավազանը, Կարկար գետից մինչև Թարթար եւ Քիրսա սարերի փեշերից Մարտակեր դաշտի արևմտյան ժայռը։ Մեծ իրանք անվամբ նշում է Խորենացին։ Միջին դարերում կոչվում էր նաև ներքին Խաչեն կամ պարզապես Խաչեն։ Մեծ Կվենք, մեծ Կողմանքը ընդգրկում էր ներկայի Շաումյանի շրջանը, հարակից տարածքներով ու Գետաշենի ենթաշրջանը։ Մեծ Կուանք անունով է նշվում Խորենացու պատմության մեջ։ Տերնոմա եսրչան մյուս հաբատ գավառանում լել, ետնան տիզագամելիքությունան, ետանել հդրութա։ Ես հրաչա մեծարանքա ետ դա Խաչեն ամելիքության ետնե Մարտակերտի շրջան։ Դուք տեսնում եք, որ տարբեր պատմական շրջաներում Արցախի տեղանունները փոփոխվել են, բայց անփոփոխ ու անվիճարկելի էր Արցախի էթնիկ պատկանելությունը, Արցախի հայկականության փաստը, եւ ձեր պապերը, հայրերը, նաեւ դուք տերերն եք այդ անունների։ Դրանք մեր տան հասցեն են։ Այս գիտելիքը մեզ պետք է, որ մեր երկիրը ճանաչենք, գնահատենք ու իր ճշմարիտ տերերը լինենք։ Պենդ կացեք, տեմք կացեք։